Օձերի շքեր Չինաստանում, մահաբեր անտառային հրդեհներ Եվրոպայում, աննախադեպ շոկ Ֆրանսիայում, հորդառատ անձրևներ հարևան Վրաստանում եւ Ադրբեջանում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով աշխարհն ավելի հաճախ է բախվում եղանակային ծայրահեղ երևույթների, որոնք աստիճանաբար ինտենսիվ են դառնում։ Եվրոպական երկրներին ոչ բնորոշ սաստիկ շոկը բնակչության շրջանում առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են ավելի քան 10,000 հավելյալ մահվան դեպքի մասին։ Հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոկ ալիքի հետևանքով։ Բարձր ջերմային ֆոն գրանցվել է հուլիսի սկզբին օրերին, իսկ այս պահին գրեթե ողջ Եվրոպայի տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, բացառություն է կազմում Ֆրանսիայի հարավը եւ Իսպանիան, որտեղ որոշակիորեն նորմայից բարձր ջերմաստիճանը պահպանվում է եւ այս երևույթը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսում Էլ Նինյո ծովային հոսանքի ակտիվացմամբ։ Հայաստանում առատ տեղումներով եւ հաճախակի ամպրոպներով մեկնարկած ամառը կարծես աստիճանաբար վերադառնում է մեզ ավելի ծանոթ հունին։ Առաջիկա օրերին հանրապետության մեծ մասում սպասվում է հիմնականում կայուն եւ տաք եղանակ։ Սյունիքը այսօր եւ վաղը արևադարձային տակոթային հոսանքների ազդեցության գոտում է, մարզում սպասվում է եւ այսօր եւ վաղը առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ամենաբարձրը հովտային գոտում է Մեղրի ափան հատվածում, որտեղ կհասնի 33-ից 36 աստիճանի, ցերեկային ժամերին, իսկ արդեն 16-ից 19 ընկած ժամանակահատվածում ուշ երեկոյան մարզի առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ եւ ամսի 16-ից 17-ին օդի ջերմաստիճանը մոտ Սյունիքի մարզում 2-ից 4 աստիճան կնվազի։ Անիկ Գրիգորյան, Սյունիք, լուրեր։